հարցրել եւ երբ ճիշտ է սկսենք այս հարցից, դուք էլ եք դրա մասին ահազանգել, մենք տեսանք բոլորս, ոնց որ շտաբի Նուբարաշյանի աղբարոցը վարվում է ամեն անգամ, ու այդ գարշահոտը, այդ ծուխը թունավոր ամբողջ քաղաքում տարածվել է մինչև անգամ Երևանի կենտրոն։ Ըստ էության սպաներու, այսպես ասենք, մեկ այլ տարբերակ է սա է։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ ինչն է հատկանշական, կարծեմ դες նաեւ դուք եք, չէ՞ ձեր տեսանյութում ասում, որ ոնց է ստացվում, որ 490 միլիոն դոլարանոց առանձնատու կարողանում է Ավինյանի հայրիկի հետ, որը վարորդների Նոբելի ամսում էր համբալ տուն կառուցել, բայց օրինակ մի վերամշակման գործարան չեն կարողանում կառուցել կամ գոնե այդ աղբավայրի խնդիրը լուծել։ Բարև ձեզ Մարիամ, շնորհակալ եմ հրավերի համար։ Դուք ճիշտ նշեցիք ձեր խոսքում, որ օրվա իշխանությունները, կառավարիչները, մասնավորապես Երևանի քաղաքապետը իրականացնում է գործունեություն բացառապես սեփական անձի շուրջ շահադիտական նկատառումներից ելնելով, այսինքն սեփական հարստացման գործընթաց է իրականացնում, որովհետև եթե մենք համեմատում ենք Ավինյան Տիգրանի կյանքը մինչև 18 թվական եւ 18 թվականից հետո, այսօր նա շեշտակի տարբերություն կա իր հիմիկվա կյանքի եւ մինչև իշխանության գալու ապրուստի միջոցների եւ առասարակ հենց այդպես կյանքի որակի մեջ։ Մինչև 2018 թվականը թեև Տիգրան Ավինյանը ասում է, որ նա մեքենա է ունեցել եւ դա որպես մեծագույն ձեռքբերում է ներկայացնում, որ նա մեքենա է ունեցել, այսօր նրա ընտանիքը ունի շատ գույք, չեմ ուզում թող հետո հետագայում իրավապահները կզբաղվեն, իրավապահները թող քննություն իրականացնեն, տեսնեն թե որտեղից Ավինյանի այդ գումարները, որտեղից նրանց, որ նրանք մինչև 18 թվականը եւ հիմա այդ շեշտակի տարբերությամբ են ապրում, էլի։ Նրանք էին ասում կոռուպցիայի մասին, նրանք էին ասում թալանի մասին, բայց ամենաշատ մեծ կոռուպցիայի մեջ թաղվածը նրանք են, ամենամեծ թալանչիները նրանք են, որովհետեւ նրանք թալանել են, ես ասում եմ, ոչ միայն գումարները, այլ նաեւ անվտանգ ապրելու հնարավորությունը, այլ նաեւ հայկական տեսլականը եւ Հայաստանի Հանրապետության ու Արցախի հայկական ապագան վերականգնելու հույսը։ Սա է կարևոր նրանց թալանի կոնտեքստում, հա։ Տեսեք, եթե մենք խոսենք Նուբարաշյանի մասին, դա այս 8 տարվա ընթացքում միանշանակ հնարավոր էր սարքել վերամշակման գործարան, միանշանակ այն գումարները, որոնք նրանք ծախսել են ցոփ ու շվայտ կյանքով ապրելու համար, բիզնես կլասներով ԱՄՆ մեկնելու համար, տարբեր գործուղումների գնալու համար, տարբեր անիմաստ բաներ գնելու համար, լավ չկազմակերպված կամ ավարտի չհասցրած շինհրապարակներ սարքելու եւ թերի այդ ճանապարհները, այդ խայտարակ կառուցողական այդ կառուցապատումը իրականացնելու վրա նրանք կարող էին սարքել մի քանի վերամշակման գործարան, որը կլիներ Երևանի քաղաքապետարանի բալանսում, ոչ թե իրենք ասում են հիմա մենք տենդեր ենք հայտարարել, ումն է պետք է 8 տարի շարունակ ձեր թալանից հետո այդ տենդերը, որ դուք մինչև հիմա սարքում եք այդ մետրոյի կայանը, որը խոստացել էիք, որ պետք է սարքի, բայց ըստ էության որևէ բան դուք չեք կառուցել, դուք մենակ քանդել եք եւ վերածել եք Երևանը թունաքիմիկատների վայրի, որտեղ շնչում ես թունաքիմիկատ, ահա, միտեղ ծառ չկա, միտեղ աղբանոց է, միտեղ հանք է, միտեղ չգիտես ինչ է, միանշանակա որ հնարավոր էր ուղղել այս ամեն ինչը, հնարավոր էր կառուցել շինհրապարակները այնպես, որոնք լինեին եվրոպական ստանդարտների համապատասխան, ես բազմիցս այս օրինակը բերեմ, նորից եմ բերում, մենք ուսում էինք անցնում Չինաստանում, մասնավորապես Պեկինում եւ պատկերացրեք Պեկինի մասշտաբը ինչքան է, քանի հազար անգամ է տարբերվում Երևանի այսօրվա մասշտաբից, այնտեղ շինարարությունները փակված էին, դու չէիր կարողանում անգամ տեսնել, թե ինչ շենք են նրանք սարքում, որով հենց նրա համար, որպեսզի այդ աղբը, այդ փոշին մարդկանց չխանգարի, այսինքն էկոլոգիայի վրա չազդի։ Այսօր շինհրապարակները այնպես են կառուցված, որ մի փոքր քամի է լինում Երևանում, սաղ Երևանը փոշու մեջ կորում է, չհաշվեց դա որ բախտներս բերել է, որ այս 2 օրը եղանակը փոխվեց ու դառավ անձրև եկավ այդ տարթը, որ Երևանի գլխին կուտակված էր, այսօր մի քիչ քչացել է, թե չէ բոլոր տեղերը որտեղ գնում էիր, հնարավոր չէր շնչել։
Հիմա լավ տեսնում ենք, ասում են ինադու են վառել եւ այլն, դատապարտելի է բոլոր բաները, որոնք որ արվում են ի վնաս Հայաստանի, Երևանի եւ մեր երկրի, մեր հայրենիքի առհասարակ, բայց ինչ կապ ունի թե ով ինչ ա արել, եթե դուք չեք կարողացել թույլ չտալ, որ վառեն, թույլ չտալ, որ այդտեղ զիբիլ կուտակվի, թույլ չտալ, որ այդ զիբիլը այնքան այդտեղ լցվի, որ նեխի ու այդ վառած հոտից այդ մետանները, ծանր երկաթները գան, որպեսզի երևանցիները ստիպված այդ օդը շնչեն, տունը անգամ փակ պատուհանով նստում էր, մի փոքր պատուհանը բացում էր 5 րոպեից, անգամ եթե հոտը չէիր զգում, գլուխը սկսում էր ցավալ, որովհետև խայտարակ օդի մեջ ենք ապրում, խայտարակ։ Ու սա նրանց վարած քաղաքականությունն է, սրանք գումարում եմ նաև այն թունաքիմիկատները, որոնցից զերծ չեն պահում մեր երիտասարդ սերնդին, այսինքն թմրամիջոցները, վեյփերը, ուրեմն այդ էլեկտրոնային սիգարետները տարբեր տեսակի, էներգետիկ ըմպելիքները, խաղամոլությունը, որ այս բոլոր իմ թվարկածների աստիճանը տարածումը 18 թվականից ի վեր աննախադեպ աճ է գրանցել, աննախադեպ, հա, սրան պետքա հստակ քաղաքական գնահատական տա պետությունը եւ պետական ծրագիր պետքա մշակվի երիտասարդների անվտանգությունը ապահովելու եւ անվտանգ Հայաստան կառուցելու եւ ներքին եւ արտաքին անվտանգության վերականգնման գործընթացը հասցնել այն մակարդակին, որը առնվազն ունեցել ենք մինչև 2018 թվականի իշխանափոխությունը։ Այս անվտանգության վերականգնման կոնտեքստում ուզում եմ նաև հիշեցնել Երևանում ու Հայաստանում տեղի ունեցող խայտառակ անարխիայի մասին։ Անարխիա, որը բերում է սպանությունների եւ այլանդակ հետևանքների, հա, համայնքապետի սպանություն տարբեր մարդկանց, ասելով, որ մարդիկ հոգեկան շեղում են ունեցել դրա համար են մարդ սպանել, ասելով, որ չեն կարողացել կանխարգելել եւ այլ, սա նրա մասին է, որ ներքին գործերի նախարարությունը զբաղվում է քաղաքական գործերը դասավորելով, քաղաքական գործիչների վրա ճնշումներ գործադրելով եւ կանխարգելիչ գործողությունները, ինչպես տեսել ենք, ուրեմն համայնքապետի օրինակով, սպանված համայնքապետի օրինակով չեն իրականացվել պատշաճ կերպով եւ պատասխանատուները պետքա օրենքի առաջ պատասխան տան, պատասխանատվություն կրեն, թե ոնց է տենց եղել։ Հիմա օրինակ եմ ուզում բերեմ, որպեսզի դուք իմանաք, թե ինչ է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրեր առաջ սպանվել է մի երիտասարդ 26 տարեկան աղջիկ, ով նստած է եղել երթուղային տաքսիի մեջ եւ գնալուց է եղել տուն։ Այս աղջկան մի սևամորթ է սպանել, հետևից դանակով հարվածներ հասցնելով նրան։ Այդ աղջիկը միանգամից մահացել է եւ ինչ են արել։ Նայեք, նախ սկսենք նրանից, որ քաղաքացիական ներգրավվածությունը հարցերի բարձրաձայնման մեջ շատ կարևոր է, այսինքն մենք որպես քաղաքացիներ պետքա բարձրաձայնենք խնդիրները, որպեսզի դա նպաստի այդ խնդրի լուծմանը, որովհետև բարձրաձայնված խնդիրները լուծում են ստանում, չբարձրաձայնվածները այդպես էլ չեն բարձրաձայնվում եւ չեն լայն լսարանին չեն ներկայացվում։ Այդ աղջկա, ով որ սևամորթ մարդասպանի կողմից սպանվել էր, լուծումը ինչպես ստացավ, այնքան ռեզոնանսային դառավ քննարկումները սոցհարթակներում եւ հասարակական շրջանակներում, որ դրա մասին անգամ խոսեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, ասելով, որ նա քննադատում է ոչ միայն սպանողին, այլ նաև քննադատում է այն դատավորներին, ովքեր սխալ որոշում են կայացրել եւ սենատը այսօր քննարկում է օրինագիծ, որը թույլ կտա քրեական գործ հարուցել այն դատավորների վրա, ովքեր վաղաժամ ազատ կարձակեն մարդկանց, ովքեր ազատ արձակվելուց հետո նույն հանցանքները կիրականացնեն, նույն հանցանքները կկատարեն եւ այդ մարդուն, այդ սևամորթ մարդասպանին ցմահ ազատազրկումից հետո մահապատժի են ենթարկում, եթե չեմ սխալվում հիմա։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Պետությունը զբաղվում է խնդիրներով եւ այդ խնդիրները թույլ չի տալիս, որպեսզի մարդկանց կյանքը խեղաթյուրեն, ոնց որ Հայաստանի Հանրապետությունում այսօր լինում։ Այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունները զբաղվում են իրենց աթոռը պահելով, այլ ոչ թե քաղաքացիների անվտանգությամբ։ Այսօր Հայաստանում անվտանգությունը զերոական մակարդակի վրա է։ Անվտանգության մասին այս ենթատեքստում ուզում եմ նաև մենք խոսենք մեր
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ Հայաստանի Հանրապետությունում պահվող քաղբանդարկյալների մասին, հա? Ներողություն։ Ուրեմն տեսեք, մենք հետեւյալ իրավիճակը ունենք։ Բաքվում պահվում է հայ ռազմագերիների պահվում են հայ ռազմագերիներ, հա, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Հիմա մենք պետքա սաղ ազգով, սաղ սփյուռքով նպաստենք նրան, որ այս մարդիկ արագ տուն վերադառնան։ Թեև Նիկոլ Փաշինյանը հենց նրանց բնորանն է, նրանց տուն եւ մեր բոլորի հայրենիքի մի մասը հանձնել է Ադրբեջանին, բայց Հայաստանի Հանրապետությունը եւս նրանց տունն է եւ Հայաստանի Հանրապետությունը պետքա ուրացման փոխարեն ոչ միայն ուրանա նրանց, ոչ միայն չուրանա նրանց արածները, այլ նաեւ գործընթաց սկսի, հա, ինչ որ գործողություններ են, այսօր խոսում են ինչ որ կեղծ խաղաղության մասին, որտեղ էս մարդիկ չկան այդ խաղաղության մեջ։ Այսինքն էս մարդիկ, ովքեր 9 ամիս բլոկադայի մեջ են եղել, ովքեր իրանց ազատության, իրանց կյանքի հաշվին փորձել են ճանապարհ հարթեն, որպեսզի մեր հայրենակիցները սպանդի չենթարկվեն, էթնիկ զտման չենթարկվեն եւ վերադառնան հնարավորություն ստանան այդ կյանքի միջանցքով գալ Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն աջակցել այդ ժամանակ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ասելով որ դա Հայաստանի թեման չի, մենք չենք մտնում, որովհետեւ ուզում են Հայաստանին ներքաշեն պատերազմի մեջ։ Դա ասել է մարդ, ով Արցախում ասեց Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Եվ ասեց, որ Արցախը չունի ապագա Ադրբեջանի կազմում եւ այսօր ասում է, որ Արցախը միշտ ադրբեջանական է եղել, ասում է, որ Արցախը Ադրբեջանն է եւ վերջ, ասում է, որ ԵԱԿ Մինսկի խումբը պետք է լուծել, որովհետեւ այլևս քննարկելու բան չունենք Արցախի մասով։ Մենք պետքա կարողանանք ձևավորենք այն միասնականությունը, որը միջազգային ասպարեզում նաեւ թույլ կտա, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան մեր հայրենիք։ Սա էս մասով եւ նաեւ Հայաստանի Հանրապետության քաղբանդարկյալների մասով։ Ես ուզում եմ խնդրեմ։ Այո։ Պետք է կռվել։ Բայց արդեն մորթում էին մարդիկ։ Պետք է կռվել։ Հայաստանը կռվել։ Հայաստանը կռվել է։ Հայաստանը կռվել է, պետք է կռվել։ Արցախցին չի կռվել։ Պետք է կռվել։ Խնդրեմ, ինչ էր ասում արցախցիները։ Ես կուզեի, որ նաեւ այս տեսանյութից առաջ մենք դնեինք, թե Ալեն Սիմոնյանը ինչ էր ասում, երբ որ Լաչինը փակեր, նա ասում էր ես ավելի քան վստահ եմ, որ ես վստահեցնում եմ ձեզ, որ լուծումը այս գործընթացի լինելու է Հայաստանի եւ Արցախի օգտին, հետագայում ասելով, որ պետք է կռվել, բայց եթե պետք է կռվել, այդ ժամանակ դուք ինչ էիք անում որպես Հայաստանի Հանրապետության իշխանություն, թե ուզում եք ասեք, որ արցախցիները պետքա միայնակ կռվեին բլոկադայի մեջ գտնվելով, որ մարդկանց էլեմենտար ապրուստի միջոցները, այսինքն հացը, ջուրը, աղը, պեսոկը, սապոնը եւ այլ, այս բամբակը, յոդը, դեղերը, որևէ բան չի եղել։ 9 ամիս այդ մարդիկ մի կերպ ապրել են։ Եկել են այստեղ մինչև հիմա բուժվում են արցախցիները, որ այդ ուրեմն ստացել են շատերը ստացել են տարբեր տեսակի առողջական խնդիրներ են ձեռք բերել, հա? Ու այս ամեն ինչից հետո մեր իշխանությունները որևէ բան չեն ուզում անել։ Ասում են, ասում են պետք է կռվել։ Եթե պետք է կռվել, ինչի ստորագրությամբ գնացիք նոյեմբերի 9-ի ստորագրեցիք Ղարաբաղը հանձնեցիք սաղ Շուշիո ամեն ինչով հանձնեցիք, հետո ասեցիք, որ մենք սխալվել ենք, որ ստորագրել ենք։ Հիմա ձեր որ ստորագրությանը պետք է հավատանք։ Նույն ձև նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրել է, որ Արցախը պետք է գոյություն ունի, այսօր գոյություն չունի։ Հիմա էլ գնացել է Տրամպի հետ ինչ որ sense գոյություն չունեցող դատարկ թղթի տակ, այսպես դատարկ թուղթա, որտեղ կա 3 ստորագրություն՝ Տրամպի, Փաշինյանի եւ Ալիևի։ Այս դատարկ թուղթը տվել են իրան, որպեսզի ինքը կարողանա գա ընտրությունները ինչ որ ձև ձեն տանի, հա։ Չհաշվելով են կեղծիքները, այն ռեպրեսիաները, որոնք հիմիկվանից իրականացնում է, կալանավորելով
հայ բարերար գործարար Սամվել Կարապետյանին, մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու արքեպիսկոպոսներին, սրբազաններին, Միքայել եւ Բագրատ սրբազաններին, կալանավորելով կանանց Լիդիային եւ այլ երիտասարդներին, ովքեր որևէ բան չեն ասել, բացի նրանից, որ ասել են, որ Հայաստանի Հանրապետության եւ եկեղեցու կողքը պետքա կանգնենք։ Կանանց ինչ-որ կազմակերպություն, ասոցիացիա դե բարձա այս շների փողերով սնվող հայտարարություններ երկու օր առաջ տարածել, որ չգիտեմ նախագահներից էական չէ, որ նախագահը իր խոսքի մեջ կանանց հետ դա կանանց ֆոնդ չէր, թող ինձ էլ դատի տան, ասեմ, դա այն ֆոնդն էր, որը 18 թվականին տրանսգենդեր կանանց մասին իրավունքների մաս տրանսգենդերների, այսինքն չգիտեմ իրանք կին են իրանց համարում, թե տղամարդ են համարում, բայց այդ կիններ, ով որ LGBT, տրանս, չգիտես ինչ, այդ մարդկանց համար էր ազգային ժողովում ելույթ ունենում ու ինքը այսօր կանանց իրավունքների մասին չգիտես ինչ, այդ առնվազն մեր իշխանության տարիներից մինչև 2018 թվականի բոլոր իշխանությունների ժամանակ Հայաստանում կանայք եղել են պաշտպանված, Հայաստանում կանայք եղել են առաջնային նշանակություն ունեցող, այլ ոչ թե այսօրվա պես պատերի տակ սպանվել են կանայք եւ տղամարդիկ ու մինչև հիմա չեն իմացել թե ոնց է դա տեղի ունենում անվտանգության վերաբերյալ։ Հիմա վերադառնալով մեր քաղբանդարկյալների հարցին, եթե մենք տեսնում ենք, որ քաղբանդարկյալները այսօրվանից պահվում են բանտերում, որպեսզի չխանգարեն Նիկոլ Փաշինյանի 26 թվականի ընտրություններին, մենք տեսնում ենք, որ նրանք ամեն ինչ անելու են, հիմա նոր ձերբակալություններ են անելու, մարդկանց էլի վախացնելու են, մարդկանց ռեպրեսիաներ են ենթարկելու, որպեսզի նրանք չմասնակցեն ընտրության, որպեսզի նրանք չմասնակցեն քաղաքական գործընթացներին, որպեսզի նրանք ասեն, թե ամեն ինչ կանխորոշված է, որևէ բան պետք չի անել։ Այսօր ժամը 6-ին, հարգելի հայրենակիցներ, ես ուզում եմ ամփոփիչ իմ խոսքում ասել, որ 18:00-ին տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի դատը Թբիլիսյան խճուղիում գտնվող հակակոռուպցիոն կոմիտեում։ Ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ, ովքեր ունեն ընդդիմադիր հայացքներ, անկախ կուսակցական պատկանելությունից կամ քաղաքական այս կամ այն օղակի մեջ լինելուց, պետք է իրենց աջակցությունը հայտնեն բոլոր քաղբանդարկյալներին, մասնավորապես հայ բարերար գործարար Սամվել Կարապետյանին։ Մենք պետք է միասնական լինենք եւ միասնականությամբ պետք է ջնջենք կործանարար, բաժանարար, սև, սպիտակի գծերը միասին լինենք, որպեսզի կարողանանք Հայաստանի Հանրապետություն պահենք։ Հայաստանի Հանրապետությունում չկան ներքին թշնամիներ։ Պետք է վերականգնել միասնականությունը եւ միասնականությունը լինի հանուն, ոչ թե ընդդեմ։ Շնորհակալություն հարգելի հայրենակիցներ։ Եվ եթե կարելի է մենք քանի որ քաղաքական խոսեցինք։ Սիրով։ Գիտենք որ արդեն իրենք հասել են նաև չնայած հասել է որն է, եթե զոհվածների ծնողներին էին բանտել, հիմա էլ անհետ կորածների հարազատներին, այս տեսանյութը ուղղակի նայեք, ինչ ասում մայրը։ Մի փոքր հետ տանք։ Իրան դեմ են խոսում, իրան դեմ են խոսացել անձամբ, ինձ մենք հրավիրված ենք եղել, ես անցած անգամ մի անգամ եղել եմ 2 տարի առաջ ասել եմ այդ մասին, ընդունարանում ինձ ասում է, պետք է տվից վրեն գործարության, որ խելքը գլուխը գա։ Վարչապետ, հա, վարչապետ չեղածը, այ դա է ասել ինձ, ասում եմ դու իմ նման ծնողին, որ 2 կորուստուն եմ, դու այդ ձևի բան ես ասում, չեք անհարմար չի, ու տես վիճել եմ դուրս եմ եկել, իրա Արսեն Ղուկասյանի մայրն է, որ այս կին ասվել տկվիորն եմ ընկել ձակերից հերթով տանում են որդուն թորանը պատերազմի դաշտում է կործրել, այս մի որդուն էլ բանտել են, որովհետև իրենց անհետ կորած զավակին փորձում են գտնել, ՊՆ-ի մոտ են, խնդրեմ։ Նախ առաջի հերթին ուզում եմ իմ խորին ցավակցություններ եւ վշտակցություն հայտնեմ այս կնոջը, ասելով, որ Հայաստանում անարդարությունը պետք է արմատախիլ արվի եւ Հայաստանում պետք է վերադարձվի արդարությունը եւ այն մարդիկ, ովքեր կորուստներ են ունեցել եւ այն մարդիկ, ովքեր նաեւ կորցրել են հույսը, պետք է Հայաստանի իշխանությունները վերականգնեն եւ վերադարձնեն նրանց հույսը
առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է ուժեղ եւ ամուր եւ պետք է արցախցիների խնդիրները լինեն մեր խնդիրները եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած հայորդիները պետք է բոլորի ընկալման մեջ լինեն հերոսներ, ովքեր ամենաթանկը իրենց կյանքը զոհաբերել են մեր բոլորի անվտանգության, մեր բոլորի կյանքի համար եւ ես նաեւ վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերականգնվելու է այն արդարությունը, որը եղել է մինչև 2018 թվականը, որ հերոսը է եղել, եկեղեցին եկեղեցի է եղել, եկեղեցականը եկեղեցական, երիտասարդը երիտասարդ, բժիշկը բժիշկ։ Այսօր այս իշխանությունները սա խառնել են իրար, միտումնավոր, այս քրեական գործերով տեսնում եք, որ հերոսի մայրը, հերոսի տատիկա, ում վրա փորձել են ռեպրեսիաներ իրականացնել եւ ռեպրեսիաներով փորձում են լրացնել մեր քաղաքացիներին, նրանց մոտ չի ստացվելու, մենք չենք լռելու, մենք չենք լռել որևէ ռեպրեսիաների առաջ, մենք չենք լռել Զարյա 3-ների նռնակներից չենք վախեցել, կալանավորվելուց չենք վախեցել եւ չենք վախենում եւ չենք վախենալու ասել ճշմարտությունը այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանը կունենա ազգային իշխանություն։ Շնորհակալություն, հարգելի ընկերներ, մնացեք անփորձանք եւ ամենայն բարիք ձեզ։